Բարդ իրավիճակում է հայտնվել արքայական ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Արսենալի դեմ պատասխան խաղից առաջ խոստովանում է Կարլո Անչելոտին։ Էմիրեյթսում 3-0 ծանր պարտությունից հետո իտալացի մարզիչը հույս ունի, որ Սանտիագո Բեռնաբեուում իսպանացի երկրպագուները մի այնպիսի մթնոլորտ կստեղծեն, որ իր թիմը կրկնակի եռանդով կխաղա։ Մենք պետք է լուրջ մոտենանք խաղին, գլուխ ու սիրտ աշխատեցնենք, հուսով եմ, որ այդպես էլ կլինի, թիմը մոտիվացված է, ոգևորված, մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, կարևորը սառնասրտություն պահպանենք։ Ռեալի վերջին ելույթները ըստ մարզական մեկնաբանների այնքան էլ համոզիչ չեն, Պապա Կարլոյի տղաների վերջին 5 խաղերի վիճակագրությունից անգամ կարելի է դատել, որ քամբեք անել դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ շատ բարդ է լինելու։ Բայց ամեն դեպքում Չեմպիոնների լիգան այն մրցաշարն է, որտեղ Ռեալը կարող է անգամ վերջի 2-3 րոպեներին խաղի երգը վճռել, դա նաև տեսանք նախորդ տարի Բավարիայի հետ խաղում, երբ թվում էր, թե արդեն ոչինչ հնարավոր չի անել։ Մարզական լրագրող Ռեալ Մադրիդ հայկական ֆան ակումբի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը նկատում է, վերջին տարիներին Արսենալը մեկ խաղում 3 գոլ բաց չի թողել, ու դա ավելի մեծ հոգեբանական ճնշում է սերուցքայինների համար։ Ռեալում եւս խնդիրներ շատ կան եւ պաշտպանությունում եւ հարձակման գծի ֆուտբոլիստների ռեալիզացիայի հարցում։ Լոնդոնյան զինագործների իսպանացի գլխավոր մարզիչը իր տղաներին հորդորում է սեփական ուժերի վրա չկասկածել ու պատրաստ լինել ցանկացած ճնշման։ Միկել Արտետան համոզված է, որ իր սաները խաղադաշտ դուրս կգան վճռականությամբ, Լոնդոն վերադառնալ հաղթանակով։ Դա մենք արեցինք Լոնդոնում եւ այժմ մենք պետք է դա անենք այստեղ, Մադրիդում, առավել քան լավ ենք զգում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ է ուզում անել մեր մրցակիցը։ Որքան դա արագ հասկանանք, այնքան կմոտենանք կիսաեզրափակչին։ Օրվա պակաս դիտարժան հանդիպում չէ նաև Ինտեր Բավարիա խաղը։ Մյունխենցիներին 1-2 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնելուց հետո պատասխան խաղում ավելի վստահ են ներաձուրիները։ Սան Սիրոյում Ինզագիի տղաների թիկունքին երկրպագուների հսկա բանակ է։ Եթե Ինտերը հաջողության հասնի, այնտեղ Ինտեր Բարսելոնա դիմակայությունը եւս շատ դժվար է լինելու եւ ինձ համար օրինակ ավելի հաճելի կլիներ տեսնել եզրափակիչում Ինտերին եւ տեսնել Ինտերի հաղթանակը օրինակ պայմանավորված Հենրիխ Մխիթարյանի գործոնով։ Հնարավոր է Հենրիխ Մխիթարյանի համար սա վերջին խաղը լինի Չեմպիոնների լիգայում, եթե Մյունխենյան Գրանտը հաղթի դիմակայությունում։ Մեր ընտրանու նախկին ավագը Ինտեր Բավարիա նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հնարավոր է ավարտի ֆուտբոլային կարիերան։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։